Մոսկվան չի կարող չանհանգստանալ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման վերաբերյալ դրական լուրերի ֆոնին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության աճի մասին լուրերից։ Կեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ռուսաստանցի պաշտոնյան զսպվածության կոչ է արել, շեշտելով, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ դիվանագիտական ճանապարհով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը կրթության դաշնային դեպարտամենտը փաստացի լուծարելու հրամանագիր է ստորագրել։ Reuters-ը նշում է, որ սա 2 ամիս առաջ նախագահի պաշտոնը ստանձնած Թրամփի նախընտրական խոստումներից էր պետական մարմինների աշխատանքի արմատական վերափոխման եւ ծախսերի կրճատման համատեքստում։ Այս քայլով կրթության ոլորտը հանձնվում է նահանգների եւ տեղական խորհուրդների հսկողությանը։ Գործակալության ամբողջական փակման համար հարկավոր է ամերիկյան կոնգրեսի հաստատումը։ Reuters-ը սակայն նշում է, որ այնտեղ Թրամփը այդքան ձայներ չունի այն իրագործելու համար։ UEFA-ի ազգերի լիգայի փլեյօֆի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեփական հարկի տակ խոշոր 0-3 հաշվով պարտվեց Վրաստանի ընտրանուն։ Սա Հայաստանի հավաքականի առաջին հանդիպումն էր նիդերլանդացի մասնագետ Ջոն Վան Խսիպի գլխավորությամբ։ Պատասխան հանդիպումը Թբիլիսիում կկայանա մարտի 23-ին։ Հայաստանի ընտրանին պայքարում է UEFA-ի ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի, Վրաստանի թիմը այս դիվիզիոնում իր տեղը պահպանելու համար։